Շարունակվում է առավոտ լուսով վիքենդը։ Խոսել այս հրաշք շոու մրցույթի մասին եւ չխոսել դրա բրենդինգի, PR-ի ու դիզայնի մասին, որը որ Հայաստանը ներկայանալու է ամբողջ աշխարհին, առնվազն սխալ է։ Հիմա շատ արագ մենք մեր սխալը կուղենք, որովհետեւ մեր տաղավարում են Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի եւ թվային հաղորդակցության ծառայության ղեկավար Լուսինե Թորոսյանը, բարի լույս, եւ Հանրային հեռուստաընկերության անիմացիայի բաժնի ղեկավար Լուիզա Պետրոսյանը, բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ տեսնել մեզ մոտ տաղավարում, վստահաբար ģեր զբաղված գրաֆիկից մի քանի րոպե հատկացրել եք մեզ, որպեսզի մանրամասն մեզ հետ կիսվեք, թե ինչ է կատարվում այս շրջանում եւ այսպես մրցույթը Հայաստանում առաջին անգամ է տեղի ունենալու եւ ինչ հիմնական սկզբունքներ են հաշվի առնվել բրենդինգի եւ PR-ի հետ կապված։ Իրականում պիտի ասեմ, որ լավ նշեցիք, ģեր զբաղված ամիսներ շարունակ մեր ամբողջ հանրայինի այն թիմը, որը ներգրավված է դասական Եվրատեսիլի աշխատանքներում, իսկապես առանց հանգստի գիշեր-ցերեկ աշխատում եմ, որպեսզի ունենանք լավ արդյունք եւ լավ ներկայանանք, եւ իհարկե ամենակարևոր կետերից մեկը լավ ներկայանալու PR-ը եւ բրենդինգն է։ Պիտի ասեմ, որ բավականին երկար ընթացք ունեցանք եւ շատ հետաքրքիր առաջարկներ ունեցանք բրենդինգի։ Ես ուզում եմ ասել առիթից օգտվելով մեր բոլոր այն գործընկերներին, որոնք նախապատրաստվել էին, ուղարկել էին նաև իրենց տարբերակները, շնորհակալություն, որովհետև իսկապես բավականին հետաքրքիր էին առաջարկները, բայց ի վերջո կանգ առանք Լուիզայի տարբերակի վրա եւ Լուիզան շատ հետաքրքիր ձևաչափ էր որոշել ներկայացնել միջազգային այս հարթակում հայկական կերպարվեստը եւ ոչ միայն կերպարվեստը, այլ նաեւ ողջ մշակույթը հայկական։ Կարծում եմ, որ միջազգային ձևաչափերը հատկապես շատ ճիշտ են, որպեսզի մենք կարողանանք լավ ներկայացնել մեր ունեցած մշակույթը, որով Հայաստանը շատ հարուստ է։ Դե Լուիզա, որ խնդրենք մի փոքր կմանրամասնեք այս ամենը ինչ ասես Լուսինեն։ Սիրով։ Ես միացա աշխատանքին այն փուլում, երբ որ մենք արդեն ունեինք ընտրված կարգախոս Հայաստան, վայր, որտեղ դասական երաժշտությունը միավորում է։ Եվ ունեի նաև միտք, որ ուզում էի ցույց տալ երաժշտությունը որպես թանգարանային նմուշ։ Իմ համար թանգարանային նմուշ իրան ցուցադրելու միտքը մտածեցի, որ կերպարվեստի միջոցով կարելի է ցույց տալ երաժշտությունը, որպեսզի վիզուալ ավելի հետաքրքիր, գունեղ լուծումներ տալով կանգ առա Մինասի ջաջուր նկարի վրա, քանի որ գույները շատ համահունչ են նաև մեր բնորոշ հայկական գույներին, այսինքն թե մեր եռագույնի գույներն է կիրառված, թե ծիրանագույնի, կարմիրի, կապույտի այդ համադրությունը, եւ քանի որ պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլի սիմվոլը համարվում թավջութակը, պատկերեցի հենց թավջութակը այդ գույներով, ներկերի միջոցով եւ այդպես ստացանք մեր բրենդինգի հիմնական սիմվոլը։ Իսկ մենք սա կարող ենք համարել դասական Եվրատեսիլ 2026-ի պաշտոնական բրենդինգից մի հատված եւ արդյոք նաեւ կարող ենք համարել, որ այս ամենը եղել է կարևոր ոգեշնչման աղբյուրներից մեկը բրենդինգի։ Իհարկե, եւ կարող եմ ասել, որ սա ամենակարևորն էր, որովհետեւ բրենդինգը արտացոլում է ամբողջ մրցույթի խորագիրը, ձևաչափը, եւ մենք նաեւ չենք շեղվել, որովհետեւ մեր սիրելի ռեժիսոր Արթուրը Մանուկյան հենց այս ձևաչափն էլ ընտրել էր դեռևս թիզեր նկարելիս եւ կարծում եմ նաեւ Լուիզայի համար էր այս թանգարանային նմուշ ներկայացնելու գաղափարը ոգեշնչել հենց այդ կետից։ Շատ լավ։ Եվ ես մոռացա ավելացնեմ, որ քանի որ դասական Եվրատեսիլը անցնելու է հունիսի 6-ին, որ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է, մենք նաև մեր բրենդինգում ներառել ենք դիմակահանդես ստեղծագործության հենց թավջութակի նոտաների մի հատված, որ թաքնված երևում է, բայց որ ուշադիր նայեք դուք կտեսնեք այդ նոտաները այդտեղ, որպեսզի չմոռանանք հանգարտ այդ կարևոր օրը եւ կապենք իրար բոլոր այդ նյուանսները։ Նույնիսկ դետալներն են հուշում օրվա խորհրդի մասին, այսպես կարող ենք նաև ձևակերպել։ Ինչքան ժամանակ եք ծախսել այս ամենի վրա, որովհետև ես արդեն պատկերացնում եմ միտքը ու շատ հետաքրքիր է կարճ ժամանակում է միանգամից այսպես եկել միտքը, թե բավական երկար ժամանակ դուք մտածել եք, ստեղծագործել եք այս ամբողջ։ Մենք սովորաբար չունենք շատ ժամանակ ստեղծագործելու ու միտքը իրականում դիզայներ լինելու կարևոր ֆունկցիան այդ միտք հորիներն է։ Միտքը եկավ շատ արագ իրականում, ինքը սենց ես պատկերացնում եմ ինչ եմ ուզում, արդեն գործ անելու process-ը մի քիչ երկար է լինում, բայց մենք 2 ամիսը ամեն օր ինչ-որ բան փոխելով, հաստատելով, ինչ-որ նոր լուծումներ գտնելով գործ անում ենք եւ մոտենում ենք այդ ավարտին, որ հուսանք դուք կտեսնեք ողջ գեղեցկությունը մեր արած գործի։ Իսկ արձագանքներ արդեն կան, թե դեռ վաղ է դրա մասին խոսելը։
Վաղ չէ, որովհետև արդեն տևական ժամանակ է կիսվում ենք եւ բավականին պիտի ասեմ, որ դրական ու լավն են արձագանքները մարդկանց, իդեպ ոչ միայն հենց մեր հայ հասարակության արձագանքները, այլ նաեւ մեր միջազգային գործընկերների։ Ես հիշում եմ, երբ առաջին անգամ մեծ ժողով ունեինք, երբ պիտի ներկայացնեի բրենդինգը, Լուիզան չկար, ես մենակ էի մնացել իր արած ամբողջ գործի հետ, պիտի ներկայացնեի առավել լավ պատասխանատու էր այդ գործը եւ մեր բոլոր միջազգային գործընկերները հիացած էին պարզապես թե հայկական կերպարվեստով, թե մեր ընտրած բրենդինգով եւ իսկապես ասում էին վերջնարդյունքին, ես վստահ եմ, որ իրենք էլ օրերն են հաշվում, թե երբ են այստեղ լինելու, իսկ մենք վստահ եմ, որ հանրայինի թիմով իրենց համար ստեղծելու ենք այդ մշակութային մեկ շաբաթը։ Գիտեք, եթե միջազգային գործընկերները եւ առհասարակ լայն արձագանք է գտել այն միտքը, որ մենք բոլորս այդ օրը պիտի վայելենք բեմում, նաեւ ենթադրում ենք, որ այս ամենի շրջանակում տեղի են ունեցել PR արշավներ, գովազդային արշավներ, որոնք փաստորեն իրենց արդյունքը տվել են։ Մի փոքր այն ճանապարհի մասին, որ իրենից ներկայացրել է գովազդային արշավները։ Իրականում մենք շատ վաղուց ենք սկսել պլանավորել դեռևս հունվար-փետրվար ամիսներից եւ հստակ գիտենք, թե ուր ենք շարժվում։ Ունենք ինֆլուենսեր արշավներ, որոնք այս օրերին հատկապես շատ ակտիվ կերպով սոցիալական մեդիայի ցանցերում կարող եք տեսնել։ Սովորաբար չենք շեղվում մեր ինֆլուենսերների թեմատիկաներից, փորձում ենք ստեղծել իմիջային ավելի շատ տպավորություն հասարակության մոտ եւ իհարկե փորձում ենք չշեղվել իրենց կոնցեպտներից եւ ներկայացնել դասական մշակույթը մարդկանց, այդ միջոցով նաև փոխանցելով, որ հունիսի 6-ին հյուրընկալելու ենք դասական Եվրատեսիլը Հայաստանում առաջին անգամ։ Իհարկե արշավի շրջանակում նաև ունենք մեր շատ սիրելի օրագրերը, որ վստահ եմ շատերի կողմից են հասցրել սիրվել արդեն։ Փետրվար ամսից մենք ամեն կիրակի ունենք դասական Եվրատեսիլ Ետնաբեմ օրագրերը, որոնք ամբողջովին պատմում են նախապատրաստական աշխատանքների ամբողջ ընթացքի մասին մեր, թե դեպի դասական Եվրատեսիլ ինչպես ընտրեցինք մեր այս տարվա պատվիրակին, թե հետո արդեն ընտրությունից հետո ինչպես նախապատրաստվում եւ իհարկե մինչեւ վերջ ունենալու ենք հաղորդումը եթերում, որպեսզի մարդիկ տեսնեն, թե իսկապես ինչ է կատարվում Ետնաբեմում, որ ինչպես տեսնում եք, բավականին բազմազբաղ է։ Եվ իհարկե արշավի շրջանակում ունենք սոցիալական մեդիայում այլ արշավներ, նվերներ, շատ մեր այլ ինֆլուենսերների ու գործընկերների համար պատրաստում ենք նվերներ մեր պատվիրակների համար, միջազգային գործընկերների համար, իսկապես հետաքրքիր է այս ընթացքը եւ մի հետաքրքիր բան էլ ասեմ, որ այս ընթացքում մեր թիմը PR-ի ամբողջովին ներգրաված էր ծիրան փնտրելու աշխատանքներում եւ պատկերացնում եք այս տարի ծիրան չկա, որովհետեւ այո ցուրտ է եւ մենք ուզում էինք մեր պատվիրակության հյուրերին այո դիմավորել ծիրաններով, բայց դուք պատկերացնում եք մենք ամեն օր զանգում էինք տարբեր նախարարություն, մարզեր, գյուղեր, մարդկանց փորձելու հասկանալ թե որտեղ է հասնելու առաջին ծիրանը, տպավորությունը շատ հումորային տպավորություն էր մեր սենյակում օրեր շարունակ, բայց ի վերջո փոխեցինք ստիպված նվերը այլ հայկական նվերով, մենք հյուրասիրելու ենք պատվիրակություններին հայկական գաթաներ սենյակներում։ Հուսով եմ, որ գնալիս արդեն իրենց կճանապարհենք ծիրաններով, որովհետև կարծես թե խոստանում եմ, որ ծիրանները կհասնեն մինչև հունիսի 6-ը։ Իսկ կան այլ բաներ, որոնք որ մենք պատրաստում ենք զարմացնել մեր հյուրերին ու պատվիրակություններին, որոնք որ գալու են ժամանալու են Հայաստան։ Վստահ եմ այո, որովհետև կազմակերպում ենք հետաքրքիր բացման արարողություն, ընթացիկ ունենալու ենք բավականին հետաքրքիր հանդիպումներ ու ձևաչափեր, վստահ եմ, որ պատվիրակության անդամները լիարժեք ներգրաված են լինելու այս մշակութային տոնի մեջ, հատկապես մի օր ունենք, որը բոլորիս կյանքում շատ սպասված է այս օրերին, մենք ներկայացնելու ենք Քարերի սիմֆոնիան Կարնում, գիտեք, որպես մշակութային գեղեցիկ վայր եւ այնտեղ ունենալու ենք հետաքրքիր միջոցառում եւ ես հիշում եմ, որ մեր գործընկերներից մեկը բրենդինգում ներկայացրել էր նաեւ Քարերի սիմֆոնիան որպես սիմֆոնիկ երաժշտական նոտայագրության ձևաչափ, դա եւս շատ գեղեցիկ էր եւ այո, հանրայինի թիմով շատ տպավորված էինք։ Ես պատկերացնում եմ հյուրերի զարմանքը, երբ տեսնելու են Քարերի սիմֆոնիան։ Նշեցիք արդեն, որ բեմում գերակշիռ մասը կկազմի եռագույնի երագները, բայց այս ամենի ֆոնին գունային ինչ լուծումներ են տրված անիմացիայի տեսանկյունից եւ առհասարակ բեմում տեխնիկապես ձևավորման տեսանկյունից։ Բրենդինգը հիմնական հիմնվել է, ինչպես ասեցի, ջաջուր նկարի հիման վրա, բայց օգտագործվել են բազմաթիվ հայ նկարիչների գործեր, որոնք որ կտեսնեք թե LED էկրաններին, թե պրոյեկցիաներ են ունենալու շատ գեղեցիկ, չբացեն փակագծերը, նայեք եթերը, կտեսնեք այդ բոլոր գեղեցիկ պահերը եւ ընդհանուր հայ կերպարվեստը կտեսնեք ողջ գեղեցկությամբ ողջ միջոցառման ընթացքում։
Այդեպ Լուիզային լրացնելով ասեմ, որ մի գաղտնիք բացեմ, ոչ եթերային, որովհետև դա եթերում չենք տեսնելու։ Մենք ունենք պատվիրակությունների համար նախատեսված հատված, որը ամբողջովին հայտնի տարբեր նկարիչների կտավներով է ձևավորված եւ նաեւ անգլերեն մեկնաբանություններն են, որպեսզի մեր բոլոր պատվիրակությունները լիարժեք տպավորություններով հեռանան Հայաստանից։ Ուզում եմ նաև ավելացնել ասելով, որ ոչ միայն կերպարվեստը, տեսարժան վայրերը, այլ նաև լավ ու խորքային անդրադարձել ենք հայ երաժշտությանը, որովհետև գիտեք, թե ինչ հարուստ է մեր երաժշտությունը եւ ինչ տարերի խորքից են գալիս այդ գործերը։ Ինձ թվում է այդ հյուրերը որ կան, պատվիրակները որ կան, բավական երկար, նախ քանի օրով են գալու։ Մոտ 6։ 6։ Ինձ թվում է 1 ամսով մնալու են Հայաստանում։ Դուք հնարավորություն եք ստեղծել, այնպեսի մեծ մասշտաբով շոու ծրագիր եք դուք պատրաստել նրանց համար, այնպեսի հետաքրքիր օր եք պատրաստել, որ ինձ թվում է 1 ամսով կմնան Հայաստանում։ Հուսանք։ Առհասարակ հետ գան նորից։ Իդեպ մեր մանկական Եվրատեսիլի փորձառությունը հանրայինի հենց այդպիսին է եղել, մինչև հիմա էլ երբ գնում ենք մեր միջազգային գործուղումների, մեզ միշտ մոտենում են այն գործընկերները, որոնք եղել են այստեղ ու ասում են շնորհակալություն, որ մեզ բացահայտեցիք այնպիսի Հայաստան, որ մենք հաճախ վերադառնում ենք։ Իսկ որոշ չափով հաշվի առնվել են արդյոք մյուս երկրների պատվիրակների, եկեք այս դեպքում ասենք նախասիրությունները կամ հետաքրքրությունները, որ հստակ որոշում ենք մենք կայացրել, որ այսօր պիտի այցելենք այստեղ, այսօր պիտի սա ներկայացնենք եւ այլն եւ այլն։ Այսինքն որոշ չափով մենք հետաքրքրված ենք նրանց յետնաբեմային օրագիրներով եւ տեղեկություններով։ Իհարկե, իդեպ նրանցից շատերի հետ գալիս են հենց նրանց նկարահանող թիմերը, որպեսզի նկարեն օրագրեր նաեւ իրենց հանրային հեռարձակողների համար, եւ իհարկե բավականին բազմազբաղ է իրենց գրաֆիկները, փորձել ենք իրենց առօրյայում ծանոթացնել ավելի շատ Հայաստանի հետ, որովհետեւ մնացած ժամերը իրենք ստիպված են անցկացնել պարապմունքներով, որպեսզի ելույթ ունենան։ Լավ, դուք գիտեք, երաժիշտների կյանքը հեշտ բան չէ։ Այս ամենից զատ ուզում եմ նաև ասել, որ մենք սկսել ենք արդեն տոմսերի վաճառքը եւ քանի որ օպերայի բալետի ազգային ակադեմիական թատրոնում է լինելու, մենք ունենք սահմանափակ տեղեր, իհարկե տոմսերի վաճառքը 1 շաբաթ է ինչ մեկնարկել ենք, բայց արդեն գրեթե տոմսեր չեն մնացել, շատ արագ, նույնիսկ 1 գիշերում երբ նոր էինք բացել, 100 տոմսից ավելի վաճառվեց եւ սա իհարկե շատ ուրախացնող փաստ է, որովհետեւ դասական երաժշտությանը միշտ հաճելի է տեսնել, որ կա լսող, սպառող հասարակություն։ Եվ ուզում եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր դեռ ուզում են գալ, քիչ տոմսեր են մնացել։ Մենք գիտենք նաև, որ ձեր մեծ թիմին միանում են նաև կամավորները, եկեք մի փոքր խոսենք նրանց գործունեության մասին։ Ինչպես գտնեն ձեզ, ինչպես մոտիկանան, ինչպես փնտրեն։ Իրականում կամավորները այլևս չեն կարող մոտենալ, մենք նախապես, այո։ Մենք չենք կարող։ Դուք կարող եք, որովհետև ով արդեն հանրայինի շենքում է, ստիպված է աշխատել մեզ հետ։ Արդեն կամավոր է, դուք կամավոր հանձնվել եք։ Բայց մենք մինչև մայիսի 10-ը ունեինք հայտագրումներ, դրանից հետո մեր գործընկերներն իրականացրել են հարցազրույցներ, մեզ համար շատ կարևոր է մի քանի օտար լեզուների իմացությամբ կամավորների ներգրավվածությունը, մեր թիմում եւս կան կամավորներ, որոնք հատկապես օգնում են հենց այս արշավների ընթացքում մեր գործունեությանը, նույնիսկ դիզայնի մասով, քանի որ մենք օրինակ ունենք շատ մեծ քանակի բեյջեր, մեզ անհնար կլիներ աշխատել առանց կամավորների, ուստի այս փուլում շատ կարևոր է ասել իրենց էլ շնորհակալություն իրենց նվիրված աշխատանքի համար, այս օրերին հատկապես օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրենք շատ լուրջ ու կարևոր գործ են անելու, համակարգելու են, մեզ օգնելու են, իսկ շատ կարևոր է եւ մենք շատ ենք գնահատում իրենց օգնությունը։ Իդեպ պիտի ասեմ, որ նախկինում էլի վերադառնալով մանկական Եվրատեսիլին, որը հյուրընկալել էինք Հայաստանում, շատ կամավորներ ունեինք, որոնք հետո միացել են հանրայինի թիմին որպես գործընկերներ։ Այդ հարցը իրականում ուզում էի տալ, որովհետև ոչինչ հենց այնպես մեր աշխարհում չի կատարվում եւ հետաքրքիր է, սա կարող էր նրանց համար լինել նոր ճանապարհ, թիմի հիմնական մասը արդեն կազմելու եւ բարձեցինք, որ այո, արդեն նախադեպ ունենք։ Գնալով դեպի ամփոփում, ինչպիսի ակնկալիքներ ունեք այս մեծ նախագծից։ Ես հուսով եմ, որ այն հեռուստադիտողները, ովքեր տնից են հետևելու մեզ եւ մեզ հետ չեն լինի ֆիզիկապես համերգասրահում, կվայելեն առաջին ուղիղ եթերում ողջ համերգային ծրագիրը եւ իհարկե միջազգային գործընկերները եւս իրենց տպավորությունները Հայաստանից, հանրային հեռուստաընկերությունից կունենան դրական, հետագայում կրկին միասին համագործակցելու բնականաբար նպատակներով եւ իհարկե բոլոր այն մարդիկ մեր հանրությունը, ովքեր սիրում են արվեստ, մշակույթ, եւս մեկ անգամ կունենան առիթ վայելելու հայկական լավ մշակույթը,
երաժշտությունը։ Պիտի ասեմ, որ մեզ միացել է ամբողջ այս դասական Եվրատեսիլին մայստրո Էդվարդ Թոփչյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, եւ վստահ եմ, որ սա հատկապես տպավորիչ է դարձնելու մեր դասական Եվրատեսիլը։ Իսկ դուք ինչ ակնկալիքներ ունեք ձեր մասով։ Սերժ Թանկյանը մի հատ լավ խոսք ունի, ինքը ժամանակին մի ինտերվյուի ժամանակ ասել է, որ ցանկացած հայ դա դուռ է դեպի Հայաստան։ Նու ինձ թվում է դա ինքը նկատի ուներ դրսում ապրող հայերի մասին կամ բոլորս։ Հիմա մենք բոլորս դռներ ենք, որը կբացենք Հայաստանը եւ կբացահայտենք Հայաստանը մեր բոլոր հյուրերի համար, թե հեռուստաէկրաններից այն կողմ, ով կնայի մեզ ամբողջ Եվրոպայով, թե այն հյուրերը, որ հյուրընկալ են մեզ կգան, եւ թե ինչու ոչ նաեւ հանրային հեռուստաընկերությունն է դա դուր բոլոր այն մարդկանց համար, ովքեր չեն կարող ֆիզիկապես գալ գտնվել համերգասրահում, բայց կվայելեն այդ հրաշալի համերգը դիզայնով, բրենդինգով, լեդերով եւ ողջ գեղեցկությամբ Եվ հետաքրքիր մտքերով ու գաղափարներով։ անպայման։ Խոսքով մենք բացել ենք դռները։ Շատ կարևոր է նաև նշել, որ այո, յուրաքանչյուր պետություն երկիր ունի իր ազգային մշակույթը, իր հետաքրքիր կողմերով, բացահայտումներով, բայց երբ ասում ենք մշակույթ, պետք է նայենք այս կարևոր թեմային շատ ավելի համամարտկային ու համաշխարհային տեսանկյունից եւ այո, սա լայն ու մեծ հնարավորություն է թե նրանց համար, թե մեր, որպեսզի մենք էլ մի կարևոր մասը կազմենք այս դեպքում համաշխարհային դասական երաժշտության փորձի փոխանակումներով, շփումներով եւ պարզապես եւս մեկ բեմ բացահայտելով, որտեղ այդ օր արտիստները ելույթ կունենան կարևոր մարդկանց նախաձեռնությամբ։ Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալ ենք, որ այս խիտ ժամանակահատվածում ժամանակ գտաք մեզ հետ զրուցելու ու կիսվելու ձեր մտքերի ու գաղափարների հետ։ Ձեզ լավ օրվա շնորհակալություն ենք մենք մաղթում, մենք էլ այ կետ կգանք ձեզ կօգնենք անպայման։ Շնորհակալություն։ Մենք էլ սիրում ենք մի հարկ բարձրանալ վերև ձեզ մոտ, բայց սպասում ենք մեկ հարկ ներքև ձեզ այս եթերից հետո։ Դռներն էլ միշտ բաց են նման կարևոր նախաձեռնությունների համար։ Շնորհակալ ենք ձեզ օրվա դրական շարունակություն։ Սա առավոտ լուսո weekend-ն է, սիրելի հեռուստադիտողներ, միացեք մեզ, մենք շարժվում ենք առաջ։